Բարև ձեզ, ժողովուրդ ջան, սա մեր առաջի եթերն է, երրորդ կարծիք, խնդրում եմ ծանոթացեք Բաքրատի հետ, Սիմոնյան, կինոռեժիսոր, Բաքրատ ջան, մի երկու բան, որ ձեզ է ճանաչեն։ Դե 90-ականների սկզբից ինստիտուտից հետո առաջի մեր ֆիլմը նկարեցինք վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմերի ստուդիայում, որը ղեկավարում էր Ռուբեն Գևորգյանցը։ 2001 թվականին Յալտայի կինոփառատոնին Strand SNG-ի Balti գրավեցինք մրցանակ։ Մեզ հետ մրցանակ շահեց նաեւ Ալբերտ Մուշեղիչ Մկրտչյանը, Հին օրերի երգը, մեր մանկության տանգոյի ֆիլմերի ռեժիսորը, որի հետ մտերմացանք, բավականին լավ ժամանակներ ենք անցկացնում իր հետ զրուցում, довольно-таки мудрый был человек, այսպես ասած։ Հետո հեռուստատեսություն, հայրենիք հեռուստատեսությունը, որը Ժիրայր Դատասյանն էր ղեկավարում եւ նույնպես ինձ հնարավորություն ընձեռնեց լինել ռեժիսոր մի հաղորդաշարի վրա, որը կոչվում էր Քաղաքավարության կանոնները։ Բավականին, այսպես ասած, կինոյի հետ կապված բավականին ծանր իրավիճակ էր ստեղծվել, որտեղ հայկական կինոն փորձում էր դուրս գալ նա կոմերցիոն ռելսի, այսպես ասած, եկամտաբեր պետք է լիներ, պետությունը շատ մեծ գումարներ չէր կարող տալ, սկսեցին նկարել կավենշիկները, բավականին մեծ, տեսնում եք, միջև հիմա նկարում են, մեզ որպես կինոյի, այսպես ասած, մարդկանց տեղ չէր մնում էլ, քանի որ կինոյի մեջ մնալու համար, բացի նայից, որ պետք է մասնագիտություն ունենաս, նաև լավ բարեկամներ։ Օրինակ, պապատ պետք է լինի վաստակավոր ռեժիսոր կամ արտիստ։ Դա ճշմարտություն է, դա դառը, բայց իրականություն է եւ ճշմարտություն։ Դա համաշխարհային կինոյում կա այդ կումավստվոն, էլի։ Կումավստվոն ամենտեղ, աշխարհ Հոլիվուդում է կա։ Եվ քանի որ ես ինքս ռուսական կրթությամբ եւ սովետի մարդ լինելով, այո, սովետի մարդ, իմ բավականին երկար մանկությունս եւ պատանեկությունս անցել է սովետական միությունում, եւ տարբեր տեսակի սովետական ճամբարներում հանգստացած, այսինքն կարող էի շփվել այդ մարդկանց հետ, հա, ուրիշ գենի, ուրիշ դաստիարակության, ուրիշ կոդի մարդկանց հետ մանկուց շփվել եմ եւ կարող էի ապրեի հանգիստ այդ միջավայրում։ Դրա համար որոշեցի, այսպես ասած, լքել հայրենիքը, քանի որ ի սկզբանե ասեմ, որ իմ հայրենիքը համարել եմ սովետական միությունը եւ խորհրդային Հայաստանը։ Այնպես որ հանգիստ եկա Մոսկվա, քանի որ ունեի այստեղ նաեւ ընկերներ իմ բնակավարից եւ տեղափոխվեցի եւ մինչ օրս արդեն շուրջ 25 տարի է ապրում եմ Մոսկվայում։ Ռուսաստրուկ հայ եմ ես, Կոստյա ջան։ Ոնց պրոպագանդան ասում է։ Ցավոք սրտի շատերն են, որ այսօրվա ավազակապետությունը որ կա Հայաստանյան, չեն ընդունում։ Դուք միակը չեք, էլի։ Երկիր, որտեղ դեռ 90-ական թվականներից են ավազակ եկավ իշխանության, եւ միջև օրս նրանք այսօր այդ նույն իշխանությունն են ձևավորում, այդ նույն ժողովուրդը նրանց լծի տակ է։ Իմիջիալոց մի հարց ամենասկզբից, դուք համարում եք 2018 թվականի հեղափոխությունը իսկապես հեղափոխություն։ Ձեր կարծիքով ինչ էր դա։ Դա հեղափոխություն չէր։ Դա այսպես ասենք, դրված էր մի հարց սեղանի վրա, սկսած 97 թվականից։ Դրված էր շատ կարևոր հարց հայ ժողովրդի համար, հայկական պետականության համար, Հայաստանի ապագայի համար։ Դրված էր այդ հարցը, բոլորս այդ հարցը գիտենք։ Գնալ զիջման, թե չգնալ։ Ետ վերադարձնել այն, ինչ որ դարերի ընթացքում, սկսած 12-րդ դարից մինչև օրս շարունակվում էր, հա, մենք հողեր էինք կորցնում, անverջ կորցնում։ Եվ այդ 4 տարվա մեջ այն ինչ որ մենք ձեռք բերեցինք, համայն աշխարհը կանգնեց ասես, դա ձերը չի, ժողովուրդ ջան, հայեր ջան, ձեր այսպես ասած մատաղ ելնենք ձեր 15 թվականի զոհերին, բայց դա ձերը չի, դա ձեր հարևանի սարայնա, դա ձեր հարևանի կուխնյանա, դա ձեր հարևանի բաննա, պատվալնա, ուր եք մտել,
դա ձերը չի արդեն, ձեր պապիկ տատիկը արդեն դա վաղուց տվել են իրանց, ընդեղ իրանք երեխաներ են ունեցել, չգիտեմ ընդեղ, եթե դուք այդտեղ 100,000 էիք, իրանք այդտեղ միլիոն էին։ Կարճ ավելի ասած, որ եղել է այս իշխանության բերելու Նիկոլ Փաշինյանին, դուք այդ եւս թեզն եք պաշտպանում, որ կոնսենսուս է եղել Արցախը հանձնելու եւ քթան ամենանենք, ինչպես Արտուրն է ասում Համբարձումյան գործակալին, որ գա այդ սև գործը անի։ Համամիտ եք այդ կարծիքի հետ։ Կոնսենսուսը դա մենք որպես երրորդ ուժ, չէ՞ ասում ես Կոստա ջան, երրորդ ուժ, երրորդ միտք, երրորդ գաղափար, իная мысль, իная идея, да? Կոնսենսուսը ամենասարսափելին այն է, որ կոնսենսուսը տեղի ունեցավ во властной элите Արմենիի։ Այսինքն, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը կոպիտ ասած առաջարկում էր, որ Ղարաբաղը լինի այն ստատուսի մեջ, որում որ հիմա Հյուսիսային Իռլանդիան է, Իռլանդիայից, նույն իռլանդացիներն են։ Եթե Հայաստան, Ղարաբաղ լեզվա մտածելակերպն է, ապա այնտեղ կաթոլիկ իռլանդացիներ եւ պրոտեստանտ իռլանդացիներ։ Պրոտեստանտ իռլանդացիները Անգլիայից են, կաթոլիկները իռլանդացիներն են, բայց նույն ազգն են, տարբեր հավատքով։ Բայց Իռլանդիային չեն պատկանում։ Իռլանդիային չեն պատկանում։ Պատկանում են Մեծ Բրիտանիայի թագավորին։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր. լայն ավտոնոմիա Հյուսիսային Իռլանդիան լայն ավտոնոմիայի մեջ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, եթե մենք դրան չգնանք, մեզ սպասում են դաժան բաներ։ Զգուշացնում էր մարդը, զգուշացնում էր։ Եվ եկան ի վերջո մարտի 8 անցավ, 2003 թիվ անցավ, 1000-ի ծեցկրտուկ, ջարդոցի, փշրոցի, արուն թափել, վերջում եկան կոնսենսուսի, որ պտի տան։ Տվող է պետք։ Տվող է պետք, որ հետո գլուխը չկտրեն։ Ի վերջո այդ տվողը պետք է կանգնի ասի ժողովուրդ դուք եք ուզում։ Հիմա թե ոնց կլինի հետո, չգիտեմ, բայց լրիվ, որ նայում ես 97 թվականից ինչ էր կատարվում, մինչև որս, դու հասկանում ես, որ էլիտան եկավ, հայկական էլիտան եկավ իրար մեջ, եկան այն կոնսենսուսի, բայց այդ էլիտան իր փակ դռների հետևը իրանց սեղաններին խոսում էին մի բան, բանակցում էին մի բան, ռացիոնալ բանակցություններ էր գնում։ Իսկ ժողովրդի մոտ ասում էին հող տվողին հողին կհանձնենք։ Թուրքը մարտիկ չի, թուրքը եսիմինչ, Ադրբեջանը այս ստատուս քվոն կպահպանվի մինչև Հիսուսի երկրորդ գալուստը, ժողովրդին կերակրում են այնտեղ բան Կիպրոսի օրինակով, մենք Ղարաբաղը սենց կպահենք, կմնանք մինչև աշխարհի վերջ։ Մենք հող տվող չենք, ով հող տա դավաճանա թշնամի։ Դրա համար գնդի գրավում եղավ։ Այս է մեր դառը իրականությունը, որ մեր ժողովուրդը չի լսել երբեք երրորդ կարծիք։ Եղել է իշխանական կարծիք, եղել է հələ սկսած սովետական միությունից գլավլիտի ծրագրերը, ես այդտեղ համաձայն եմ շատ հենց Նիկոլ Փաշինյանի հետ, որ մեր ամբողջ մտավորականությունը աշխատել է գլավլիտի հրամանով, որ հետո ռեֆորմ բան եղավ, էլի տրանսֆորմացվեց դեպի այսօր ունենք իշխանություն ու կեղծ ընդդիմություն։ Ու նրանց պատվականներ։ Ամենաահավորը նա է, նու համամիտ լինելով քո ասածներին, ամենաահավորը նա է, որ առաջինը էլիտան ուրիշ բան էր ասում քնցնելու համար։ Մենք ուժեղ ենք, մենք հանճար ենք, ադրբեջանցին ով է, ում դրան շունն է, ում դրան էսն է, մենք պետք եղավ Բաքու կհասնենք, նոր բաժակներով կլարենք։ Նոր պատերազմ, նոր տարածքներ, բան, չէ՞։ Քնցնում էին։ Մենք հասարակությունը դե իրականում չգիտեր մեծ առումով ինչ է կատարվում բանակում եւ ինչ մարտական հնարավորություններ ունի այս 21-րդ դարի համար հայկական բանակը։ Երկրորդ սարսափելի բանը, ու դա ավելի սարսափելի է։ Գլավլիտը մեր գրողների գլխում էր։ Իրանց պետք չէր, որ գլավլիտը նայի գրածը ու ասի Սերո ջան, ես ինչ ես գրել։ Սերո, սենց չի լինի։ Մոսկվան մեզի կսա, Սերոն արդեն իր գլխում ուներ գլավլիտ,
ու գրում էր ընենց, որ Սերո Խազատյանին նկատի ունես։ Այո, բոլորը իրանց ներսում արդեն գլավլիտը ունեին։ Իրանք ոչ մեկ դեսիդենտ չեն եղել մեծ առումով, մեծ գաղափար է բարի բուզնի մաստով, նույնիսկ Պարույր Հայրիկյանը դեսիդենտ չէր, հա, պետք չի։ Իրանք ոչ մեկ դեսիդենտ չեն եղել։ Փիլիսոփայության կրող չեն եղել։ Դեսիդենտը դա փիլիսոփայություն պետք է կրի իր մեջ։ Ոչ միայն ազգային դա ազգայնականն է։ Իրանք ոչ մեկ լավ էլ հանգստացել են գրողների միության բոլոր հանգստավայրերում։ Լավ էլ ստանում էին շքանշանները ու կրում էին նոյեմբերի 7-ին, մայիսի 9-ին, մայիսի 1-ին, լավ էլ ամեն ինչ ստանում էին, լավ էլ բնակարանները ստանում էին Երևանի կենտրոնում մի րոպե։ Բնակարաններ, աշխատասենյակը առանձին քառակուսիով, 3 մետր 50 հարաստաղով, իրանց պայմանները ված չի եղել մտավորականի, մեքենա, բան առանց հերթ, դրա համար ու դա բոլոր մտավորականներն են եղել։ Ու ես հիշում եմ դուք մի հետաքրքիր բան պատմեցիք բանի մասին, Գորբաչովյան այդ հրամանը, որ արգելված, կխնդրեմ հիշացնեք, որ 86 թվականին Молодая гвардия, книжный дом, издательство. Молодая гвардия ուզումա, ոչ թե ուզումա, այստեղ գլավլիտից իջնում է հրաման, տպել բոլոր խորհրդային հանրապետություններում դիսիդենտ գրողների արգելված վեպերը, պոեմները, գործերը։ Հարցը գալիս է Հայաստանի Հանրապետությանը սովետական։ Հարցնում են, ձեր մոտ կան այտենց, դավայտի հանեք, ջրի երես տպում ենք հեսա։ Ման են գալիս, չկա։ Նման գրականություն գրող չէ, նման թեզ դա գրողը կարող է մեռած լինել այդ ժամանակ արդեն։ Նման թուղթ չկա, չեն գտել։ Հասկանում եք, գլավլիտը մեր գրողների մոտ այստեղ է։ Monetizация, խի ես պետք է գրեմ մի բան, որ պրոբլեմ ունենա։ Դա հենց այդ համադա մտավորականն է։ Բնակարան կտան։ Ես կգրեմ այն ինչ որ պետք է։ Դե մեր հայազգը չի ծնել Սալժենիցին, էլի, որ փախներ Հայաստան երկրից։ Այն ով չհասկացավ կամ ավելի ինչի մասին էր խոսքը գնում, ժողովուրդ ջան, որ մեր հայ մտավորականը նույնիսկ խորհրդային միության տարիներին խոսացել է այնպես ինչպես ձեռնտու է եղել իշխանություններին։ Նրանց ցուցումներով աշխատել է։ Ու բան չենք լինի ասենք Շիրազ Չարենցից բռնած մինչև մեր օրեր Սիլվա Կապուտիկյան եւ Զորի Բալայան։ Մենք չենք ունեցել երբեք Բուլգակով, հասկանում եք, Բուլգակը, գցենք Սալժենիցին կամ Պաստերնակ, որոնց վեպերը, որոնք մարդիկ ժամանակ են ծախսել, վեպ են գրել, օրինակ բանը նույն դոկտոր Ժվագը, որ Նոբելյան մրցանակ ստացել, բայց խորհրդային միությունը թույլ չտվեց նույնիսկ որ գնար Պաստերնակը ստանար այդ Նոբելյան մրցանակը։ Մենք այս կարգի գրողներ չենք ունեցել, ժողովուրդ։ Մեր գրողները մտածել են այնպես, ինչպես թելադրել է պարտիան։ Այսօր թելադրում էր հանրապետական պարտիան, նրանք կգրեին այն ձև, ինչպես հանրապետականն էր ասում։ Թելադրում է ՀՀՇ-ն, կգրեին այնպես, ինչպես հայոց համազգային շարժումն է թելադրում։ Այսօր պետք է գրել ինչ-որ մի բան, ոնց պետք է, գցենք, քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին, կազ պատրաստ, այսպես կանգնած են մեր մտավորականները, որ գրեն։ Եվ որ չի եղել օրինակ, ճիշտ է Բաքրատ ջան, մենք չենք ունեցել մեր Պաստերնակին, մեր Սալժենիցինին, դրա համար մեր մտավորականը այս դեպը։ Ես նույնիսկ ճշտեցի, որ վրացիների մոտ է եղել գրող Ռաբակիձե, հա, որ գնացել է հետո փախել է խորհրդային միությունից, գնացել է Գերմանիա, այնտեղ է հրապարակվել։ Նույնիսկ վրացին է ունեցել այլամտածող մարդ, գրող, մտավորական, բայց մեր հայ ազգը ոնց պետք է եղել պարտել են սիստեմայի տակ։ Միակ կարելի ասել դեսիդենտը Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում իրան չեն դիտարկում որպես միայն Հայաստանի, իրան դիտարկում են ընդհանուր խորհրդային միության մեջ, դա եղել է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, որը որ եւ ցենզուրայի կողմից է ջարդվել եւ հասարակության կողմից է ջարդվել, նա իրոք դեսիդենտ էր, կարելի ասել, եւ իր ապրելակերպով եւ փիլիսոփայությամբ
եւ ինքը որտեղ մտնում էր, սաղ կողից փախնում էին, որտեղ սկսում էր այնպես բաներ խոսել, այնպես բաներ ճառել, որ վախենում էին մարդիկ։ Բայց մի բան ես հիշեցի։ Հետո մահացավ, սաղ ասում էին ես Փարաջանովի ընկերն եմ։ Բագրատ ջան, ես բան հիշեցի, մեր ընկեր Արտաշեսն էր պատմում Ալեքսանյան։ Արդեն հասկացաք, վերջերս նրա նույնիսկ կարծեմ 7 դեռևս դուրս չի եկել։ Հազար փառք այդ մարդուն, ես սիրտս ցավում է, էլի, որ պատմում էր Եռանկյունի ֆիլմը նկարելուց ռեժիսորին երևի կարող է հուշեք, ես հիմա չեմ։ Մալյան, Հենրիկ Մալյանը։ Ասում այնտեղ պատերազմ գնալու պահին միտեղ կա սկսում են երգել Զարթնիժ լաու երգը կարծեմ ու երագույն դրոշ է լինում մեր բանում, բայց որ ուղարկում են գցենք Կրեմլ, Մոսկվա եւ որ ստանան բանը, այդ աջակցությունն էլի, որ դաբրոն ստանան, ասենց ասած, ընդունվի ֆիլմը, այդ ամեն ինչը ջնջված է լինում։ Իմացել եք դրա մասին, որ երագույն չի լինում, Կրեմլ ուղարկած նմուշում եւ երգն էլ ուրիշ է լինում, Զարթնի լաուն չի լինում։ Բայց հետո բերում են այստեղ մոնտաժում եւ երագույն դրոշով նկարում այդ ֆիլմը ու բաց թողնում բան էլի պրակատ, ասենց որ ասում։ Մոսկվայում էլ էշին, որպես ոչ մեկ կինոթատրոնում չտեսավ, հետո էլ մրցանակ տվին այդ ֆիլմին, որպես լավագույն խորհրդային ֆիլմ։ Դա արդեն բան է, լեգենդա, Կոստյա ջան։ Կամ աչքի բաց են թողել, կամ իսկապես եղել է, ես հիմա չգիտեմ, բայց հետաքրքիր է, այդ ֆիլմում նենց որ կարելի է Մալյանին էլ համարել մի քիչ էլի, որ մենք շատ աղքատիկ չերևանք էլի, որոշ չափով այլամտածող ռեժիսոր։ Նայեք, տեսեք, Նահապետը նույնիսկ ես Մոսկվայի այդ ժամանակվա պրեսայում, երբ որ արխիվները նայել եմ, ես Նահապետի մասին շատ լավ բան եմ պրեսա եմ կարդացել, սովետական, Մոսկվայի։ Այսինքն հասկանում եք, այն որ ուզում են ասեն Մոսկվան մեզ խեղդում էր, չէր տալիս որ մենք անենք, էդի ես դրա մասին եմ ասում, որ շատ դեպքերում Մոսկվան դաժե կարող է աչքը փակեր, ասել թե հայ ժողովուրդն է էլի, թող ոչինչ թող անի էլի, հիմա ինչ է, բան չեն անում, խոմանկախություն չեն ուզում։ Իսկ ընդհանուր առումով սաղ ներքին խոսակցություններ ա եղել։ Մոսկվան չի թողում, Մոսկվան չթողեց, որ Հրազդանի երկրորդ յարուսը սարքենք։ Այ մարդ, ինչի մասին եք խոսում։ Այդ ժամանակ Երևան 1972 թվական բնակչությունը 1 միլիոն չէր։ 1 միլիոն չէր, որ դու 100,000-անոց մարզադաշտ ունենաս։ Դու ինչի մասին ես խոսում։ Այ մարդ, որ այդքան բան ասում ես։ Կամ էլ հələ ինձ մի հատ Երևանցի ցույց տվեք։ Երևանցի չէ, մի հատ Հայաստանի Սովետական Միության Հանրապետության քաղաքացի ցույց տվեք, որ ուզեցել է մտնի մարզադաշտ։ Իրան կասայում ասել են բիլետով нет, всё продано։ Քանի հազար էր։ Քանի 100,000։ 75։ Հա։ Ում ժամանակ կառուցեցին դա Զարուբյան, Քոչինյանի, չէ։ Հա։ Բայց չգիտես ինչի, մեր ամենամեծ շինարարը դա Կարեն Դեմիրճյանն է։ Չէ, մետրոն սարքել է Քոչինյանը, մետրոն գնացել է Մոսկվայում, դռները ծեծել է Քոչինյանը, բայց մեր համայն հայությունը գիտի, որ Կարեն Սերոպիչն է։ Նույնիսկ Կարեն Սերոպիչը մեր Բրեժնևն է։ Մեր Բրեժնևն է։ Ես մի հետաքրքիր պատմեմ, Բագրատ ջան, ինձ Մոսկվայում ամուսիններ պատահեցին, ինձ ուզում էին ապացուցեին, որ աշխարհում մարդկության մեջ է Սերոպիչը հորինել մետրոն։ Ու առաջի մետրոն սարքել է աշխարհում Սերոպիչը։ Ես մի օր ասեց, գիտես ոնց, ալեց որ ես մի օր դրանից հետո ես կարծիք եղա, որ մեր հայերի մոտ պետք է աշխատացնենք Եվգենիկա Կիրիարվի, էլի։ Ապուշներին արկել են սերունդ տալ, էլի, բազմանալ ընդհանրապես։ Թոշակավորեցին ապուշներին, որ չբազմանան ու սերունդ չտան։ Կամ է Ձերժինսկու նման վերցնել է երեխեքին ու պետությունը դաստիարակի, գոնե ԱՈՒԲ-ը տարբեր են, էլի։ Բայց եթե ներսից եղավ գցենք այդ մի մարդ, որ ապրում էր Մոսկվայում, գիտես, չէ՞, մտնում է Մոսկվայի հնագույն մետրոները որ կան են, որ տեսնում ես այդ հենությունը երևում է։ Ասում 35 թվականին, որ ասում ես Սերոպիչն է սարքել, դու անասուն չես։
Ականջը կանչի բանի։ Բակրատ Սերբազանի, շատ լավ էր ասում։ Բակրատ Սերբազան։ Ես դրանից հետո սկսի ասել Սերբազան, միջև այդ ասում էի Պղծազան, բայց երբ որ այդ բառերը ասեց, ասում սա իմաստուն մարդ է։ Մարդկանց ճիշտ ասեց, որ մենք ձեզ դասյարակել ենք խորը անասուն։ Խոսացել ենք, սա ողբերգություն է, որ իրանք բանակցել են հողերը հանձնելու մասին, բայց ժողովրդին ներկայացրել են հող հանձնողը դավաճանը։ Այդ ամեն ինչը, եթե կհիշես 88 թիվը, իսկ ես շատ լավ եմ հիշում, Կարեն Սերոպիչը 88 թվին դուս եկավ, հետո եկավ Սուրենը Հարությունյան, որի օրոք փակել տվեցին ատոմակայանը, Նայրիտը, հետո ատոմակայանը, կհիշես։ Ու Կարեն Սերոպիչի վերջին միտինգին ներկա լինելու ժամանակ ինչ էր ասում։ Ղարաբաղը կարող է գիտեք ջեբսը հանեմ տամ, հա։ Դա խոսալու ձև, հա, ժողովրդի հետ։ Այդ ժամանակ հակառակ բևերում կանգնած էր հրետոր, հա, հայոց լեզվի ճարտար գիտակ Լևոն Տեր-Պետրոսյան։ Այո, ու սրա խոսածածը նրա խոսածածը։ Հիմա այնպես չստացվի, թե ես Լևոն Տեր-Պետրոսյանի գովարկում եմ, աբսոլյուտն է, ես չեմ ընդհանրապես քաղաքականության մարդ մեջ ես Աստված չեմ մանգալի, չկա տենց բան, քաղաքականության մեջ Աստված չկա, ոչ մի բևերում, ոչ հնում, ոչ հիմա, ոչ նախկինները, ոչ էլ էս, հա, բայց որ մեր ազգը սիրում է աստվածացնել, ես դրա վրա եմ ապշած, այսքան բան տեսած, այսքան դժոխքի մեջով անցած, տեսած, որ ձեզի ոչ մեկ չի ուզում օգնի, այն ամենամորթոցի ժամանակ ձեզ նույնիսկ ոչ մեկ չօգնեց, դուք ընկած, ինչ որ Ամերիկա մետ, Ռուսա մետ, աստվածացնում եք սրան, նրան, այ ժողովուրդ ջան, մի հատ ուշքի եկեք, մատնոց են դեմները թվրցնում, սաղ ձեր երկիրն են արդեն գողանում ձեզանից, Ղարաբաղի մատնոցը վրծերին, Ղարաբաղցուն տգլորացրին, ով տգլորացրեց, ասեմ ձեզի, հենց իրանք, հենց ով որ այդ ժամանակ կառավարում էր, պատկերացրու, այսօր, այդ նույն Ղարաբաղցին գնաց Ռոբերտ Քոչարյանին ձայն տվեց, այդքան տոկոս ձայն, որ հավաքել է, գողացած, ամեն ինչ տարած, հողը հանձնած, երկիրը հանձնած, ասում է դե ինքը չի եղել ղեկավարը, այ մարդ, հələ մի հատ ծուռը նստեք դուզը խոսացեք, էլի, ինչ է նշանակում ինքը չի եղել ղեկավարը, բայց ինքը խոմ դաշտում է, ձեռները լվացել գնացել, հա, ինքը չի ղեկավարը, բա ինչ գործ ուներ Ղարաբաղում։ Բագրատ ջան, որտև այսօր մարդկանց ուղեղ մարդիկ ոնց են, ինֆորմացիա որտեղից են ստանում, կա երկու տեսանկյուն, մեկը իշխանությունն է ասում, մեկն էլ նախկին երկրորդ բևերը, որ այսօր իր բլոգերներով, իր փորձագետներով, իր մասնագետներով, մտավորականներով գտնվում է Միշիկի, սենց ասած Սերժի Միշիկի գրպանում։ Հա, էլի, փոխտվողի, մանետիզացնողի։ Այսօր երրորդ կարծիք չկա, դրա համար մենք բերես ալիքը որոշեցինք հենց երրորդ կարծիք դնել, որտեղ մարդիկ մեղ չունեն, որտեղ լսել են ումից, այս մեկը վատն է Նիկոլը, հա, բայց ով է քննադատում Նիկոլին, քննադատողը դաշնակցությունն է, որը հանձնեց Ղարաբաղը, վերջը հանձնեց կրկին Ղարաբաղը, նայ ասում մեկ չընտրել Նիկոլն է ճանաչել։ Ոնց որ 20 թվին հանձնեցին բոլշևիկներին, նույն սցենար, այ ոնց է եղել դաշնակների հանձնումը բոլշևիկներին Հայաստանի Հանրապետության, ոնց որ Ղարաբաղը։ Ապրեք, բայց այդ նույն դաշնակը նստած ազգային ժողովում մանդատը վայր չի դնում, որ Նիկոլ Փաշինյանն էլ այդքանը չանի, ասում է Նիկոլը արեց, մենք ինչ անենք։ Դրա համար երրորդ կարծիքը, որտեղ չկա երրորդ կարծիք, որտեղ նայես, հատուկ մետաճիճկով խոսում են, իա քաղաքացիական պայմանագրից, իա Միշիկի սենց ասած ուղեղային կենտրոններից։ Ու մետաճիճկեն ոնց է, պիտակավորում, բանը, Փաշինյանական, Ամերիկա մետ, Ռսաստրուկ, սենց պիտակավորում են, մետաճիճկեն ամենաառաջինը պտի մի հատ քակ կսես մարդու վրա, հետո նոր սկսես խոսալը։
Ես հիմա մի հատ նայում եմ, օրինակ Գագիկ Ծառուկյանին, տեսնեք, այն Սաթիկ Սերանյան, բան, սրբադասել են։ Ինձ մեկ-մեկ թվում է այդից սուրբ մարդ է։ Թևերն են երևում հետև, այստեղից թևեր է երևում Գագոյի մոտ։ Ամպոտ, ոտեր ամպոտ։ Ասում է աշխատատեղ է ստեղծել։ Վայ։ Քիչ ամնում են բանը Գագիկ Ծառուկյանի խրտվիլակը ավտոյում կանխեց, որ աչքի բանը լինի, չէ՞, նավթի։ Խելը լինի։ Հա, sense Գագիկ Ծառուկյանի ոնց որ ինքը խրտվիլակը խփել է իր կենթանիներին, մարդ պատի այդ աստիճան եզը լինի, կներեք էլի, կներեք Ժողովուրդ ջան, մարդ բարի համար եզերը կներանը, որը տենց կախիտունը ու հպարտանա, ասում է ես կենթանիներ սիրում եմ, մանյակն էլ է սիրում կանանց, բայց ինչքան մանյակ գիտենք, որ խրտվիլակներ էր սարքում իր ժեղտվաներից, մանյակներ է սիրում կանանց, նենց է սիրում, մանյակներ կան լացում են այդ ժամանակ, երեխաներ են սիրում, երեխա, հա, դե հիմա ինչ ասեց այդ մարդուն, լավ, այդ մարդը դնենք մի կողմ, բայց այն մարդկանց, որոնք որ ասում են սուրբ է ինքը, գիտեք, ինքը այնքան շատ է սիրում մեր հայրենիքը, աշխատատեղ է ստեղծել, աշխատատեղ, Господи, դե եթե ինքը ֆաբրիկանտ է, ուրեմն պետք է աշխատող ունենա ֆաբրիկայում, եթե ֆաբրիկայում աշխատող ունի, ուրեմն հաց եմ տալիս, այդ ֆաբրիկայի աշխատողը, ցեմենտի զավոդի, քանի ժամ էր իր սմենը, երբ էին փոխարինում իրան, այդ մեկ, այդ մարդիկ արձակուրդային ստանում էին ընդհանրապես, արձակուրդ գնում էին, թե համբալի պես աշխատում, այդ ցեմենտի փոշին, որ կուլ էր տալի, իրան հետո անվճար բուժում հասնում էր, երրորդը ինքը անվճար ճաշարանից օգտվում էր իր գործարանի, տեսեք, աշխատատեղ են բացեք, 20,000 աշխատատեղ, բան, սենց, 20,000 նավի վրա էլ ռաբները գալերա են քշում, ռաբները պլետով ձեռը խփում էին, ռիսովի բանը տալիս էին, հա, նորմալ է։ Բագրատյան, բայց Սաթիկ Սերանյանը, ցավը տանեմ, Սաթիկ Սերանյանին լսում ես, լուրջ կին էլի, զարմացած բույի պես աչքերը ճպճպացնում, ասում է, 20,000 մարդ մնաց առանց աշխատանքի, լսի, այդ գործարանը սովետի ժամանակ էլ են աշխատանք վարձով ապրել մեկը, հիմա էլ կապրեն, ով էլ որ գաք աշխատասնի կապրեն, բայց ամենակարևոր այդ մարդիկ ինչ պայմաններում են աշխատել, որ ես հետո տեսա, ուզում են օգտագործեն այդ մարդկանց, բերեն ցույց անեն, ազատություն Գագիկին, դսեք, կարծես Գագիկի ստրուկները լինեին, ու սրա մասին չեն խոսում, Սաթիկ Սերանյանը զարմացած բույի աչքերով ասում է, այսքանից հետո գնացին ընտրեցին Նիկոլ Փաշինյան, մեկը չասեր տիկին Սաթիկ, ախր Նիկոլին ընտրեցին, որտեղ դու պաշտպանում ես Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ չեն ուզում հասկանան, որ լսեք, այս ժողովուրդը զզվել է բոլորից, համ հներից ավելի շատ է զզվում, ինձ իմիջիալոց մարդ կար, խոսում էի հետս էլի, որ ասում է Կոստյա ջան, ասում է Նիկոլից զզվում եմ, բայց ասում է, որ այս ընտրություններից առաջ, ինչքան, կներեք արտահայտությանս իմ ալիքն է, ասում է, ինչքան լնգ ու լավազ, այն բոզի վաստակ կներեք արտահայտությանս կար, Քուչեքում, Բակերում, ընգած, էլ տաշիրի համար են շտաբ բացում, էլ գարաժում ընկցենք Գագոյին աջակցում, էլ որտեղ ասես էլի, ասում է Ռոբերտ Քոչարյան բան, ասում է մենք որ տեսանք այս աղբը, այս զբրոդը, ոնց է ակտիվացել, ասում է հելա գնանք կտրություններ, էլի, որ հանկարծ այս զբրոդը չգա էլ իշխանության։ Ախր, ու այս բանից հետո Սաթիկ Սերանյանն այնտեղ են հետը նստածել են, բան ինչ էր ազգանունը, են Արման Աբովյանը, մի հատ լուրջ մտավորականի դեմքով զարմանում են, էլի, ասում են ինչի մեզ չընտրեցին ժողովուրդ, արա որտեղ զզվել են ձեզանից, ու այսքանից հետո տեսնում ես, այդ չկա կարծիք, Գագիկ Ծառուկյանին սրբադասել են, դրա համար, ընդհանրապես, նման ամեն ինչ խորը միջնադարի, հասկանում ես նույն այդ էքսպերտները, որ գալիս այդ խոսում են,
Իրանք ոնց որ միջնադարում կային, չէ, այտենց բաներ, կրոնական այտենց բաներ, որ գնում էին ու ագիտացիա են անում, համոզում էին, էլի, անպայման սև բանը, ասենց яркий մի կրասկը մի, հա, ասենց, էսի սպիտակա, էսի սևա, ասենց, չէ։ Վայ, այս սպիտակը սուրբ է, որ ինքը չլնի, սաղը սկսեվանանք այդ աստիճանի, այսինքն ժողովուրդ ջան, ձեզի այն աստիճանի են արդեն գցե, որ կարան ձեր հետ այտենց հանգիստ խոսեն եթերից ու դուք չֆռակ միա չասեք, արա դու գիժ ես, էսի չես խոսում։ Այո, ուշքի արի։ Դրա համար էլ էս մեր ալիքը կլինի, որ կանգնենք ու ասենք։ Պատկերացրու, որ մեզ սկսեն հետևել 100,000-ավոր մարդիկ, լինի ինչ-որ մի հարթակ, որ ճիշտ, որ հրավիրես, ասես Սաթիկ Սեյրանյան, արի մի հատ, դու շատ լավ խոսում ես, գցենք կամ Արման Աբովյան, կամ Էդմոն Մարուքյան, դուք ինքներդ ձեր հեռախոսի առաջ շատ լավ խոսում եք, եկեք մի հատ ժողովրդական հարցերի պատասխանեք, եկեք մի հատ հերիքա մարդկանց հիմարացնենք, դրա համար ենք Բակրատ ջան, այս նախագիծը որոշել, որ այս ամեն ինչի վերջը տանք։ Իմիջիայլոց այսօր լսեցի բանով, որ առավոտյան, որ ինչ որ չորացած ծառ ընկելը մի հատ մոտոցիկլով ինչ որ կարծեմ առաքիչ էր, սպանել է, մեծ ճյուղ, ահռելի ճյուղը։ Հետևի մեքենայի այդ ձայնագրիչը ձայնագրել էր ամեն ինչը։ Ուրեմն Համլետ Ղուշյանը հրապարակում է այդ ձայնագրությունը ու մի քանի ժամ հետո գալիս է այդ դեպքի վայր ու տեսեք որն է իր նպատակը մենակ արդարացրի Նիկոլ Փաշինյանին եւ Երևանի քաղաքապետարանին։ Ասում է քաղաքապետարանը ուզել էր ծառը կտրել, չորացած այդ ճյուղը, բայց բնապահպանները դեմ էին եղել դրա համար գլուխը կախ ենթարկվել է ժողովրդի ինչ որ բնապահպանի։ Մի հատ հարց տամ, այսօր ժողովուրդը Նիկոլից էլ է ուզում որ Նիկոլը գնա։ Այդ ինչ մի բնապահպանի չափ չկա։ Ժողովուրդը իշխանական թամադաններ։ Գագիկ Շամշյան, տարիքով մարդ արդեն, մազերը սպիտակած, դու քո երեխան, որ քեզանից տեսավ, կամ այսօր ինչ է որոշում, չոքես ծնկի գաս իշխանության առաջ, այս սա հայտարարություն է ազգային, Բակրատ ջան։ Ես դրա համար եմ ասում, գցել են մարդկանց մի հատ ֆոբիաների, չգիտեմ, միջնադարյան գաղափարների մեջ ու մարդիկ այդ գաղափարներից չեն կարողանում դուրս գալ, չեն կարողանում, որտեղ 4 կողմից խոսում են այդ նարատիվներով։ Ախր Բակրատ ջան, մեր ազգը լրիվ մուտիլովկա է այդում, մուտիլովկա է լրիվ։ Ախր մեր ազգը երբեք ճորտ չի եղել։ Օրինակ, եթե մեկը մեղադրում են շատ անգամ ասում են, որ крепостное право изменило мышление русского народа։ Крепостничество։ Մեր հայերի մեջ չի եղել ոչ ճորտ, ոչ ստրուկ, ոչ սևամորթի նման վաճառվել ենք, բայց որտեղից մեզ այս աստիճան անողնաշարություն, էլի թուլամորթություն, որտեղից։ Որն է պատճառը։ Ես չի ասի թուլամորթություն։ Ես չի ասի թուլամորթություն։ Ես կձևակերպեի սենց յոլա գնալ մեծ առումով հայը ոնց որ ամեն ինչին սովորի հանգիստ տարավ մութ ու ցուրտ տարիները լսելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսպես ասած ճարտար գաղափարները նրա համար որ դե պատերազմում ենք դե բանա ժողովուրդ ջան դուք էլ հերոսի նման մի ձև մեր բանը չէ տիլը պահեցիք այդ ժամանակ կարայք հանգիստ ըմբոստանայք, բայց չէ, մի մարդու պես մեր հայ ազգը կանգնեց այդ ցուրտը, մութը, տարավ ու մենք հաղթեցինք, հա։ Հետո ով ասեց այդ ազգին շնորհակալություն։ Ինչ արեցիք դրա համար։ Թոշակները բարձրացրիր, հիշենք թոշակները։ Մինչև Ռոբերտ Քոչարյան, մինչև Սերժ, ինչ վիճակի մեջ էին թոշակառուները։ Բայց տեսեք նույն վրացի ազգն էլ անցել, նրանց մոտ էլ է դժվարություն, լույս չկար, բան չկար, բայց այսօր դու այն անբարոյականությունը, որ տիրում է Հայաստանում, այն մտավոր դեգրադացիան, այն սև ու սպիտակի բաժանված, լսեք, ախր ոնց կարող էր, այսօր ժողովուրդը մի մասը ատում է մյուս մասին, ազգը պառակտված, Ես մի անգամ մի հատ հրեայի հարց տվեցի, ասի ամենակատարյալ տարբերությունը քրիստոնյայի եւ հրեայի մեջ ինչու՞մն է։
ասես նայեց վրես, ասեց հрьян դրախտ չունի։ Այսինքն հрьяին նիսայով չես խափի։ Հենց որ այսքանով երևի վերջացնենք մեր այսօրվա Հենց որ այսքանով երևի վերջացնենք շատ մարդկանց չտանջենք Հենց որ Բագրատ ջան հաջողություն ժողովուրդ ջան հաջողություն